Կերել եմ մոտապես 20 հատ շաուրմա, սեղանին կոկորդիլոս չունեինք, կարող է հավ ունենայինք, բայց բոլորն ուրախ էին, բոլորի գրպանում նույն չափի գումար էր, այսինքն չկար։ Կինդ լրագրող է։ Ես որոշեցի, որ չէ, ինքը չպետք է աշխատի այլ։ Մեր լուսանկար տեղադրի, հա, խնդիր չեմ տեսնում, թող տեղադրի։ Բարձրակրունկներով վազում է ինչ-որ սարերով, ձորերով։ Որ դեղին լուսը արդեն հեսա պետք է կարմիր լինի, մեկը ինքը մտնում է խաչմերով ու կանգնում։ Ողջույն, Թերթայմ Լայֆի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք սցենարիստ դերասան Գարիկ Սեփխանյանի հետ։ Ողջույն Գարիկ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտար այս կարևոր օրը եւ չմերժեցիր հրավերը։ Դե չեմ սիրում մերժել, այդ ինվար կողմերից մեկն է։ Մինչ հարցազրույցին անցնելը իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել դիմահարդար Արմինեին եւ Ոճաբան Տաթևին։ Գարիկ մի քանի ժամից տեղի կունենա Full House Վայրեջք գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ներսումդ ինչ է հիմա կատարվում, ինչ ապրումներ ունես։ Դե ինձ թվում է այն առած աշխատանքը ինչը որ արել ենք, ճիշտ է դրա արդյունքը մենք տեսել ենք տարիների ընթացքում, բայց սա ոնց որ գագաթնակետն արդեն պիկը էլի, կոպիտ ասած մեր արածի, որ մենք այսօր մեր հանդիսատեսին ենք հանձնում մի ֆիլմ, որի վրա աշխատել ենք ահագին ժամանակ, գրել ենք ու այսօր կհանձնենք հանդիսատեսին, արդյունքը երևա իրենց ծափերից, չգիտեմ, դալիճից դուրս գալուց հետո։ Մի քանի տարի դուք ստանում եք նամակներ նույն բովանդակությամբ, երբ կլինի Full House 10-ը, խնդրում ենք շարունակություն եւ այլն, եւ պատասխանը միշտ մեկն էր ոչ։ Ինչ տեղի ունեցավ, դեպքը ոնց տեղի ունեցավ, որ որոշեցիք ամեն դեպքում անել։ Դե էլի 10-րդ եթերաշրջան չենք անում, էլի ոչ, հա։ Ֆիլմի հետ կապված էլ երևի մեր հեռուստադիտողի մեր հանդիսատեսի պահանջը այնքան մեծ էր, որ մենք որոշեցինք գնալ այդ քայլին։ Անցած տարի մենք Լոս Անջելեսում ունեցանք մեծ համերգներ, լեբլեցուն դալիճներով, սոլդաուտներով, ու դրանից հետո որոշվեց, որ պետք է անենք ֆիլմը։ Ֆիլմի հետ կապված էլի թիմը բոլորը միանգամից համաձայնվեցին, սկսեցինք աշխատանքները, նկարահանեցինք անցած տարի, նկարահանումները տեղի ունեցավ Երևանում եւ Ստեփանավանում, կարոտած էինք իրար, հավաքվեցինք իրար գլուխ ու նկարեցինք լավ բան։ 10 տարի անց հանդիպեցիք նույն մարդկանցով հարազատ դարձած, կարոտած, վստահ եմ նկարահանումները շատ լավ են անցել։ Մի քիչ կպատմես։ Նկարահանումները դե բնական է, շատ լավ են անցել, արդեն 5 տարի մենք եթեր է եղել, 5 տարի մենք խաղացել ենք միասին, հետո մեր շրջագայությունները ապրել ենք միասին, մենք ամիսներով մնացել ենք Լոս Անջելեսում, ունեցել ենք այնտեղ համերգները ու ապրում ենք հենց Full House-ի պես մի տան մեջ, բոլորով մի տան մեջ էինք ապրում, ընտանիքի պես էինք էլի արդեն ու իսկապես շատ կարոտած էինք, այսքան ժամանակ անց հանդիպեցինք, նկարահանումները շատ ուրախ անցը, շատ ուրախ, մեր ռեժիսորին ինֆակտը խփում էր արդեն այդ ուրախությունից, որտեվ սուս մնացեք, ես գնում եմ բան, այտենց Կարենին մի քիչ այտենց ստենդ ենք դրը, չար երեխեք ենք էլի մենք, էդ ենք։ Կարեն Ամյանի նկարահանման հրապարակում ես առիթ եմ ունեցել լինելու դեպի ճամբար հատուկ ջոկատ նախագիծներ, չգիտեմ հիշում ես թե չէ, ու 10 վայրկյան նկարահանվել եմ այդ ֆիլմում որպես լրագրող։ Իմ հետ ես խաղացել։ Քեզ հարց եմ տվել ընդամենը այդ 10 վայրկյանի համար, կգուշակես ես քանի ժամ եմ մնացել նկարահանման հրապարակում։ Դա նորմալ երևույթ է, բա ուզում ես համ նկարես, համ չես ուզում սպասես։ Գիտես, ես տեսա թե ինքը ինչ բծախնդիր է, ոնց է ամեն դետալի վրա աշխատում, շատ պրոֆեսիոնալ, դա իհարկե շատ գովելի է, բայց նաև տանջանք է դերասանների համար։ Ես այդ ամբողջ օրը իհարկե նկարահանման հրապարակում մնացի այդ 10 վայրկյանի համար ու տեսա թե ինչ մեծ աշխատանք է արվում կադրից դուրս,
Տես դու նշում ես, որ շատ հաճելի էր եւ այլն, բայց կուզեմ նաեւ այդ բարդ կողմերից խոսենք, որովհետեւ դերասանի աշխատանքը մարդիկ շատ հաճախ նույնացնում են հաճույքի հետ, բայց իրականում շատ բարդ աշխատանք է։ Ասեմ, որ կարելի չնկարվեիր այդքան սպասելուց հետո։ Չէ, դե դա շատ հաճելի բան է։ Այդպեսի դեպքեր, որ գնացել ենք առավոտյան 6-ին գնում ես նկարահանման, պատրաստվում, հագնվում, նստում ես։ Հերթը չհասներ։ Երկար սպասում ես մի քանի ժամ ու վերջում ասում են չհասցրեցինք ես վաղը գազ։ Շատ է լինում այդ արդեն սովորել ենք դրան, նորմալ երևույթ է սպասելը, դետալ Կարենն էլ, հա, իսկապես ինքը շատ դետալնի աշխատող է, շատ մանրակրկիտ տեսարանները պետքա աշխատի տեսարանների վրա, մի դուբլ չի արվում ֆիլմը մանավանդ, նկարահանվում է մոտավորապես, չգիտեմ, 10-20 դուբլ, եթե նկատած կլինես, որպեսզի ռեժիսորը կարողանա դերասանից քամել մաքսիմումը, կոպիտ ասած, որ ստանա իր ուզածը։ Այսինքն ֆիլմի մեջ, ֆիլմում այդպես չի, որ ասես մի դուբլ նկարեցին, որ всё լավ է, գնացինք տներով, այդպես չի լինում։ Նկարումը մոտապես կարող եմ դրա համար էլ ֆիլմը մի օրում 12 ժամում նկարում են 3 րոպե։ Պալեզնի մատերիալը, այսինքն օգտակար մատերիալը նկարում են 3 րոպե, 3-ից 4 րոպե, ասած ասեմ։ Ու այդ 3-4 րոպեն նկարահանվում է 12 ժամում։ Պատկերացնում եք աշխատանքը։ Ու այդ պահին դերասանների համար, ընդ որում բոլոր դերասանները պրոֆեսիոնալ են նաև այս դեպքում եւ նաև հատուկ ջոկատի դեպքում, բայց այդ ունենքը, Կարեն Ամյանի ունենքը, այդ սպասված բառը, շատ սպասված բառ է դերասանի համար, երբ որ այսօր ասում են ունենք, կա։ Իսկ մինչ այդ ունենքը ինչ դեպքեր կպատմես, որ արդեն հունից դուրս եք եկել ինչ որ դերասաններից։ Դե հա արդեն լինում է դեպքեր, որ իսկապես դու զգում ես, որ դրանից ավել չես կարող անել կամ չգիտեմ, բայց ռեժիսորը ասում է, չէ, դու կարող ես, մանավանդ Գորի հետ Կիրակոսյան աշխատելուց, Կարենն էլ բնականաբար, ինքը քամում է քեզ, ուղղակի քամում է, բայց այն որ համբերության այդ բաժակը լցվում է, մեր դեպք պատմեմ, մոլորվածը ֆիլմի ժամանակ Գորի հետ աշխատում ենք, ուրեմն մի հատ տեսարան կա, որտեղ ես շաուրմա եմ ուտում, ուրեմն կերել եմ մոտավորապես 20 հատ շաուրմա։ Այսինքն այդքան դուբլ է եղել, բնական է լրիվ չեմ կերել, բայց կերել եմ, որ ինքը անընդհատ նկարում է, ապրել լավ չի, չէ, մի հատ էլ էս մի ռակուրսից ենք նկարում հիմա բան, տենց ու չաղային հեղինակություն դարձավ վերջում։ Գարիկը Full House-ի ավարտից հետո թեմա եղավ այդ կոնֆլիկտի մասին, թեև դու նշեցիր, որ բոլորը իրար սիրում եք, կարոտած եք, այդ կոնֆլիկտից չեմ ուզում խոսենք, նախ որովհետև շատ է խոսվել, բայց ինձ հետաքրքիր է այդ ամեն ինչից հետո ոնց հարթվեց, ով այդ հաշտեցնողի դերը ստանձնեց ու որոշեցիք ստեղծել նոր գեղեցիկ ֆիլմ։ Չեմ կարծում, որ տենց ինչ-որ եսի միշտ կոնֆլիկտ է եղել կամ եղել է կոնֆլիկտը։ Դե եղան մարդիկ նեղացան իրարից։ Ես ոչ մի քիչ չեմ նեղացել, ոչ մի անգամ, բոլորի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, մնացածի հետ կապված էլ չեմ կարող ասել, որտեվ ես չգիտեմ ինչա կատարվել կամ ինչա կատարվել այդ ընթացքում ինչա եղել, ով է բարիշացրել կամ ով է կռված եղել, չեմ ուզում այդ մասին խոսել, որտեվ տեղյակ չեմ։ Full House-ը կչափազանցնեմ, եթե ասեմ, որ իր ստեղծումից հետո անմրցելի նախագիծ դարձավ։ Սիտկոմային ֆորմատի մեջ ասածս գոռոզություն չթվա, կարող է եւ այդպես է, որտեվ մենք իրան ավարտել ենք 18 թվականին, 18, ոնց որ 18 թվականին ավարտել ենք ու մինչև այսօր նույնիսկ երեխաները եղել որ ծնված չեն եղել այդ ժամանակ, հա, բայց իրանք ինձ փողոցում ծերնում նայում ես քան երեխա է գալիս է գրկում է ինձ Ռուբենը, այդ բալ ասում եմ դու իսկի ծնված չես եղել, մենք արել ենք, այսինքն դա գնում է, այսպես շարունակվում է։ Եվ հետաքրքրությունը չի մարում։ Չի մարում հետաքրքրությունը, մեր համար էլ է շատ զարմանալի ինչն է, որ գաղտնիքը ինչն է, որ չեք հասկացել, որն է հանդիսատեսին հեռուստադիտողին այդպես բռնել է ու նայում են մարդիկ մինչև այսօր։ Մարդիկ կան ինձ մոտենում ասում են մենք այդ 9 սեզոնը 20 անգամ նայել ենք ամբողջ սեզոն։ Ասում եմ, օքեյ, ինչ ասեմ, ես չեմ նայել։
Արի մի փոքր շակերտներ բացենք, քանի որ դու նաև սցենարի հեղինակն ես Գրիգոր Դանիելյանի հետ։ Գիտեմ, որ ոչ շարունակություն է, ոչ ինչ-որ նոր սյուժե է գրվել, մի փոքր ինչ-որ շակերտներ բացենք, թե… Ֆիլմը կապ չունի, ընդհանրապես կապ չունի սիթքոմի հետ, բացի դերասանական անձնակազմը, իրանք իրենց հարաբերություններով ու իրանց կերպարներով, ֆիլմը տեղի նկարումները, այսինքն գործողությունը տեղի անում լրիվ ուրիշ տեղ, չենք տեսնելու տաղավարը մեր, որտեղ այդտեղ չի նկարահանվել։ Չեմ ուզում շատ շակերտներ բացել, պետք է նայեք, ինքներդ կտեսնեք, որ մենք լրիվ ուրիշ բան ենք գրել, լրիվ ֆիլմի չափորոշիչներին համապատասխան, ստանդարտներին համապատասխան, դժվար է իրականում հեշտ չի գրվել, որտեղ պատասխանատվության զգացումը այնքան բարձր է եղել մեր մոտ, որ այսքան մարդ մի ամբողջ ազգ սպասում է այդ ֆիլմին ու շատ պատասխանատու եղել գրելը, որ մենք պետք է իսկապես շատ աշխատենք ու լավ բան գրենք, որ մեր հերոստատիտողին հանդիսատեսին դուր գա։ Հուսամ այսօրվա պրեմիերայից հետո կհավանեն մարդիկ, կլսենք բոլորի արձագանքները, թե լավ, թե վատ, մենք սիրում ենք լսել։ Ես հատված տեսա, որ Լիկան, այսինքն Արփին Գաբրիելյան, բարձրակրունկներով վազում է ինչ-որ սարերով, ձորերով, ինչ-որ բարդ նկարահանումներ են ենթադրում եմ եղել։ Նկարումները վտանգավոր։ Բարդ է եղել, նկարահանել ենք Ստեփանավանի սարերում, իսկապես մանավանդ աղջիկների համար շատ դժվար էր բարձրակրունկներով անտառներում ենք նկարահանել, տանջվել ենք, հեշտ չի եղել, մինչև տեղափոխվեցինք արդեն մյուս տաղավարը, որտեղ պետք է նկարահանեինք, այդ անտառային կտորները իսկապես տանջանք է եղել, մանավանդ գիշեր, ցերեկ, կապ չուներ, ցեղ, անձրև, արև, պետք է նկարվել ու նկարել ենք, որտեղ մեր դերասանները բոլորը պրոֆեսիոնալներ են, բոլորը հասկանում են, թե ինչ պետք է անեն, մի խոսքով էլի։ Full House-ը նաև այն նախագիծներ, որը քեզ լայն ճանաչում բերեց, եթե չեմ սխալվում, հենց որպես ռուբո ավելի շատ ճանաչեցին, չէ՞, նոր դու էլ պատմեցիր, որ երեխաները ծնված չէին, հիմա այդ հայտնիության գինը, էլի դրա մասին եմ ուզում խոսենք, լինում է, որ հոգնես ու ուզես մենակ լինել։ Ահա, Full House-ը իսկապես մեր բոլորիս համար է, երևի ամենաբարձր կետն է եղել, որ մենք մեր հայտնիությունը ձեռք ենք բերել, չգիտեմ, էլի մարդիկ կան, չնայած որ շատ հայտնի են ու սիրված, բայց դրանից առաջ էլ ես էլի նկարահանվել եմ Երևան նախագծում, այնպես չէ որ Full House-ը հենց առաջինների պրոյեկտն էր, որտեղ նկարվել եմ։ Լինում է դեպքեր, սկզբնական շրջանում հաճելի է, որ դուրս ես գալի, քեզ ճանաչում են, բան նկարվում են, բայց լինում է դեպքեր, որ ուզում ես մենակ մնաս, չես ուզում ուշադրության կենտրոնում լինես։ Չեմ ասում հոգնում եմ, ես էլի մեր հեռուստադիտողին, մեր հանդիսատեսին, մեր երկրպագուներին շատ եմ սիրում, ես շնորհակալ եմ բոլորից, այսքան տարի մեզ հետևելու համար, շատ շնորհակալ եմ, բայց ամեն դեպքում պահա լինում դե մարդ ենք բոլորիս մոտ էլ լինում է էլի, որ մեկ-մեկ ուզում ես գնաս սուպերմարկետ ու չես ուզում, որ բոլորը քեզ նայեն։ Մի քիչ դժվար է, բայց ամեն դեպքում հաճելի զգացողություն է։ Ինչ ես անում այդ պահերին, օրինակ, եթե տրամադրություն չունես, բայց ինչ որ մեկը ժպիտով մոտենում, պիտի նկարվես, խոսես։ Չես կարա տրամադրություն չունենաս, կապ չունի։ Այդ մարդը մեղավոր է, որ դու տրամադրություն չունես։ Ոչ։ Չէ, այդպես դեպք չի եղել այսքան ժամանակ, որ կապ չունի տրամադրությանն եմ եղել կամ ինչ հոգեվիճակում եմ եղել, եթե մարդը մոտեցել է քեզ սիրելով, քեզ հարգելով, ուզում է նկարվի, պարտադիր այդպես դեպք չի եղել, որ ես ինչ-որ մեկին ասեմ, չէ, չեմ ուզում նկարվեմ կամ չգիտեմ, չժպտամ, չի լինում այդպես բան։ Եթե դեմ չես, խոսենք քո մանկությունից, ինչպիսի երեխա ես եղել տանը, բակում, դպրոցում։ Դե, քանի որ ես այդպես այդքան էլ երիտասարդ չեմ, մի քիչ դժվար է եղել,
90-ական թվականներին պատերազմի, չգիտեմ, այդ տարիներին գյուղում եմ մեծացել, ես բազմիցս ասել եմ այդ մասին, ոնց որ բոլոր մեր հայազգը այդ ժամանակաշրջանում, 90-ականների այդ ժամանակաշրջանում դժվարություններ եղել են, հաղթահարել ենք եղբայրներից, ծնողներից հետ, հարազատների, հարևանների, ինչի՞ չէ։ Դպրոց են գնացել, սովորել եմ, չգիտեմ, դժվարություններով, բայց ծնողներս կարողացել են մեզ 3 եղբայր ենք, 3-ից էլ ուսման տալ, այդ թվերին մի քիչ դժվար էր ուսանող պահելը, բայց իրենք արեցին, շնորհակալ եմ ծնողներիցս, շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ ինձ օգնել են, ինչ-որ իմ շնորհակալության երեկոյա դառնում, չէ՞։ Դժվար է, հեշտ չի եղել, դու ինքդ երևի չգիտեմ կհիշես թե չէ, բայց փորձել ենք հաղթահարել։ Իսկ այդ գյուղի աշխատանքը երբ հիշում ես հիմա, դա հաճելի հիշողություն է, թե ավելի շատ ցավոտ։ Ես չեմ հիշում, ես մինչև հիմա էլ անում եմ։ Մենք գյուղում իմ հորական տունս է այնտեղ, եղբայրս, մայրս ապրում են ընտանիքով։ Ես միշտ էլ գնում եմ, եթե գործ կա անելու բակում, չգիտեմ, պարտադիր ես կանեմ։ Սիրով ես անում։ Մեծ սիրով ես ֆիզիկական աշխատանքին դեմ չեմ, կողմ եմ, անում եմ։ Մի քիչ այն ժամանակվա պես չէ, բայց դա ամեն դեպքում ինչ կարում եմ, անում եմ, սիրում եմ այդ աշխատանքը։ Իսկ ամենավառ հուշերից որն է մանկության։ Մանկության հուշերից ամենավառը, չգիտեմ, իմ մոտ միշտ ամեն նոր տարուն տպավոր բան է, այտենց հիշողություն կա իմ մոտ, երբ որ մենք հարևաններով եւ մի 10 տուն երևի այդպես, քանի որ այդքան հնարավորություն չկար ամեն մեկը իր տանը այտենց մեծ ինչ որ սեղան փռեր եւ այլ նոր տարին նշելու համար, միշտ հարևաններով հավաքվում էին ինչ որ մեկի տանը, մեծ այդպես դինամիկները դնում էինք, բոլորը ով ինչ ուներ հնարավորություն տանից բերում էր այդտեղ ու մենք բոլորով հարևաններով միշտ նշում ենք ու իմ մոտ ամեն նոր տարին այդ հիշողությունը կա, երբ որ հիմա նոր տարի եմ անում, ես հիշում եմ այն ժամանակաշրջանում, թե ինչքան ջերմ էր, էլի, չգիտեմ, բոլորով հավաքվում ենք ճիշտ է, սեղանին կոկորդիլոս չունեինք, կարող է հավ ունենայինք, բայց բոլորն ուրախ էին։ Բոլորն ուրախ էին, բոլորը շփտում էին, ու դա նրանից էր, որ ինձ թվում է բոլորը, որ ասում եմ մի տնից չենք, մի հալի ենք, այդպիսի խոսք կա, չէ՞, ինձ թվում է բոլորը այդպես էին դրա համար այդ անհավասարությունը չկար, բոլորը հավասար էին իրար հետ, բոլորի գրպանում նույն չափի գումար էր, այսինքն չկար, ու այդ հենց դա էր ինձ թվում է պատճառը, որ ավելի անկեղծ ու ավելի ուրախ էինք։ Ավելի անհոգ էինք։ Անհոգ էինք, անհոգը այդքան չի ասի, հոգսերը դե բնական այն ժամանակ ավելի մեծ էին, ավելի շատ էին, բայց ավելի ուրախ էինք, չգիտեմ, ավելի անկեղծ էր ամեն ինչ։ Անկեղծ ուրախանում էինք։ Իսկ հիմա նոր տարիները փորձում ես կրկնել հայրական տունը։ Պարտադիր ես ամեն տարի նոր տարին դիմավորում եմ հայրական տանը, այս տարի երևի, չգիտեմ, առաջի անգամ ա եղել, թե էլի ա եղել, որ ընկերներով հավաքվեցինք Սիսիանում, չենք գնացել Եգիպտոս, Ծաղկաձոր կամ Դիլիջան, չգիտեմ, որոշեցինք գնանք Սիսիան, մոտավոր մի 50-60 հոգով, ընտանիքներով, մեր ընկերները դերասան, գնացինք այնտեղ 3 օր լավ ուրախացել ենք, անկեղծ ու այդ հիշողությունը, այդ փոքր ժամանակվա այդ հիշողություններս ոնց որ նորից վերականգնվեր, որտեղ տենց բոլորով հավաքվել էինք, սեղանը 3-4 օր գցած ա եղել, չի հավաքվել, լավ անկեղծ ուրախացել ենք, կեֆ ենք արել, եկել ենք, մի քիչ դժվարությունով գնացինք եկանք, որտեղ ձուն էր, բայց արեցինք ու Սիսիանում։ Կինդ լրագրող է։ Էր։ Ոնց եք ծանոթացել, եկավ հարցազրույցի քեզ մոտ, սիրահարվեցիր։ Ես իմ կնոջը ճանաչում եմ մոտապես 23 տարի։ Մենք մի կուրսից ենք եղել, մենք իրար հետ ենք սովորել, հետո ավարտելուց հետո ոնց որ ամեն մեկս գնաց իր ճանապարհով, հենց հետո հանդիպեցինք էլի, շփվեցինք ու դե ամուսնացանք 11 թվականին,
Ինչու՞ հիմա ապրում ենք միասին խելոք։ Նշեցիր իր որոշումներ, նշեցիր, որ լրագրող իր որոշումամբ դուրս եկավ, թե ավելի շատ երևի իմ որոշումն է եղել, որտեվ դու ինքդ էլ լրագրության մեջ ես, ջան գիտես դրա դժվարությունները, խնդիրները, ներվը, հոգսը, խոսքով կաշմար։ Ու ես որոշեցի, որ արդեն ինքը առողջական խնդիրներ ուներ, մասնագիտական երևի, չգիտեմ։ Ես որոշեցի, որ ինքը չպետք է աշխատի այդ մասնագիտությամբ, հիմա փառք Աստծո, Մեջմիածնում մենք ունենք մեր բիզնեսները, ինքը աշխատում է այնտեղ։ Փառք Աստծո, լավ ամեն ինչ ավելի իսկ գործից դուրս ձեր ընտանեկան ժամանցը, օրինակ, որտեղ եք անցկացնում, ուր եք շտապում գործից դուրս։ Գործից դուրս, դե աշխատանքը որ վերջացնենք, բնականա տուն ենք գնում, որտեղ հոգնած ենք լինում, նույն բայց դե լինում է դեպքեր, որ հիմնականում ընկերների շրջապատում կարող է այտենց հանդիպենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, չգիտեմ, շաբաթը 1 կլինի կամ 10 օրը 1 կլինի։ Իսկ այնպես մենք մի քիչ շրջագայում էլ ենք, ու շատ չէ, բայց գնում ենք, հիմնականում Ֆրանսիայում ենք լինում, Լոս Անջելեսում ենք լինում, չգիտեմ, կարող գործի բերումով համատեղում ենք իրար հետ, գործն ու աշխատանքը, բանը հանգիստը իրար հետ համատեղում ենք, լինում է այդպես դեպքեր լինում անում ենք։ Գարիկ, դու այն տղամարդկանցից ես, ովքեր սիրում են տանը օգնել կնոջը, թե կարծում ես, որ հայ տղամարդուն վայել չի։ Կա չէ նման կարծրատիպ։ Կան այդպիսի մարդիկ, ես իրենց ոչ մի բան չեմ կարող ասել, իրանք իրենց դիրքն ու ձևն ունեն իրանց տան մեջ, ես սիրում եմ օգնել, ինչի՞ չէ որ։ Ինչ հարցերում ես օգնում։ Ես լավ պատրաստում եմ, մնացած ամեն ինչում էլ դե սուրճը բնական է առավոտյան իմ վրա է, պետք է ես պատրաստեմ։ Առավոտյան սուրճը դու ես մատուցում։ Ես սիրում եմ process-ը։ Ոչ թե մի փոքր բաժակ սուրճը, որ պետք է խմես հագենաս կամ ես process-ն եմ սիրում, որ արտանաս, պատրաստես, արտնացնես, միասին, վայելես։ Գիտեմ, ես չէ, ես տես խնդիր չունեմ, որ ասում չէ, ես պարկեմ բազմոցին, ասեմ չէ, իմ սուրճը բերեք կամ իմ ուտելիքը սարքեք, չէ։ Սիրում եմ օգնել, ինչի՞ չէ։ Իսկ ազատությունը ինչ է քեզ համար։ Կան մարդիկ, ում համար օրինակ կիսամերկ լուսանկարներ հրապարակելն է ազատություն, մյուսի համար ազատ ստեղծագործելը, մեկ ուրիշի համար գուցե իմ համար ազատությունը, նու եթե գործնականին մասին է խոսքը, բնական է ես սիրում եմ ազատություն աշխատելու մանավանդ գրելու ժամանակ, երբ որ դու մտածում ես մի բան ու չես մտածում, որ բայսի ոնց են անելու, ոնց են նկարելու, բա սրա ծախսը, բա սրա, չգիտեմ, հնարավորությունները եւ այլ։ Եթե մտածում ես, դու ստեղծագործող ես, սցենարիստ ես, մտածում ես ու չես մտածում դրա իրականացումը ոնց է լինելու կամ շատագումար ծախսվելու դրա վրա, ուրեմն դա իմ համար ազատություն է։ Այսինքն քո մտածածը դու ազատ կարաս ստեղծագործես, իրագործես քո մտածածը տանես։ Իսկ նենց կյանքում մեր երկրում դա իմ համար խոսքի ազատությունն է երևի ավելի կարևոր, թե չէ լուսանկար բան ամեն մարդ մի ձև է, հիմա մեկը որոշել է այդ ձև ուշադրության կենտրոնում ուշադրություն գրավի, մեր լուսանկար տեղադրի, հա, խնդիր չեմ տեսնում, թող տեղադրի, ինքը գիտի իր կյանքը։ Մեր ընկերներից մեկը մի հատ այնպես խոսք ասում է, մարդ կերեք խմեք քեֆ արեք, մա հարցակուրթ հատվե եկել ենք ապրենք գնանք։ Հիմա մա հարցակուրթ հատվե եկել ենք ով ինչ ուզում է թողանի գնա։ Չգիտեմ, իմ համար ավելի շատ երևի խոսքի ազատությունն է, որ ամեն մարդ իր մտածածը, իր կարծիքը հայտնի ու դրա համար բնականա չափի մեջ։ Իսկ Հայաստանում դու որպես սցենարիստ ունես այդ ազատությունը, ինչ ցանկանաս դրա մասին խոսես, բարձրաձայնես։ Ես շատ քիչ եմ խոսում, ես ունեմ իմ
մտածած բաները, որը որ կարող է պահեմ իմ ներսում, ես չխոսեմ, որովհետև չեմ ուզում քննադատության ենթարկվեմ, չեմ սիրում, որ ինձ քննադատում են, կապ չունի ես ճիշտ եմ ասել, թե սխալ եմ ասել, ու սխալը բնական է թող քննադատեն, բայց ինչ-որ բան ես խոսում ու սկսում են քեզ անհիմն ինչ-որ մեղադրել կամ, չգիտեմ, էլի ճանաչված մարդկանցից, չգիտեմ, ինչ-որ մի բան ասեն ու իրան դնեն, տենց թիրախավորեն, քննադատեն, բողոքեն, դժգոհեն, այդ մարդուն կոպիտ ասած մտցնեն ցեխը հանեն։ Դրա համար է, որ ես միշտ խուսափել եմ իմ կարծիքը բարձրաձայնելուց, թե դա կլինի քաղաքական, թե մշակութային, թե անձնական, չգիտեմ, միշտ ես չեմ ուզում այդ քննադատություններին։ Այսինքն ստացվում է ավելի շատ ֆիլտրում ես, հա, խոսքերդ, թե հարցազրույցների ժամանակ, ավելի շատ զգույշ ես, քան ասում ես այն ինչ մտածում ես, ու դիմացինի կարծիքը քեզ համար կարևոր չի։ Ես էլի բնական է ֆիլտրում եմ ասածներս, էլի մտածում եմ այն ինչ խոսում եմ, դա էլ մտածում եմ ու արտահայտում եմ, դիմացինի կարծիքը իմ համար էլի կարևոր է, եթե adekvat է։ Եթե ինքը adekvat ինչ-որ, չգիտեմ, կարծիք ասում, հայտնում կամ ինչ-որ քննադատում է եւ այլն, բայց անիմաստ տեղը մի քիչ համաձայն եք իմ հետ, մեր երկրում մի քիչ ավելի շատ է այդ կոմենտ գրող մարդիկ կան, ովքեր որ դիտմամբ փորձում են ինչ-որ ճանաչված մարդու վարկաբեկեն, չգիտեմ, քննադատեն եւ այլն։ Դու կարդում ես վատ մեկնաբանությունները։ Ես ընդհանրապես չեմ կարդում մեկնաբանություն։ Չեմ կարդում։ Ազդում է իմ առօրյայի վրա, իմ հոգեբանական տրավմայի մեջ կարող անգնեմ ես։ Չեմ կարդում, դրա համար ես իմ ասելիքը ասում եմ, խոսում եմ, ինչ մտածում եմ, արտահայտվում եմ, մնացածը ժողովուրդը գիտի։ Կուզի կլսի, կուզի չի լսի, կուզի քննադատի, կուզի չի քննադատի, դա արդեն Մենք մեկ տարի առաջ խոսում էինք, ասացիր, որ ամենաշատը մեր երկրում նյարդերից վրա ազդում է ավտոկայանատեղիների հարցը, այդ խնդիրը։ Հիմա ուզում եմ ճշտել ինչն է ամենաշատը քեզ մեր երկրում մտահոգում, որպես քաղաքացի, եւ որպես դերասան, եւ որպես մարդ։ Դե շատ բաներ կա, որ մտահոգում են, չեմ ուզի բարձրաձայնեմ շատ բաների հետ կապված։ Ու այդ կայանատեղի խնդիրը միանշանակ կա ու ես դրա լուծումը չգիտեմ։ Ոնց է լինելու, որտեվ ես ունեմ մեքենա, բայց ես եթե գնում եմ կենտրոն ինչ-որ գործի, ես գնում եմ տաքսիով։ Ուղղակի նստում եմ տաքսի եմ կանչում, գնում եմ տաքսիով, չգիտեմ, կարող եմ մի օր էլ տրանսպորտով գնամ, իմ համար ընդհանրապես խնդիր չի դա, ու ազդում է, որ այդ չես կարողանում, դու գնում ես վռած մի հատ տեղ, չնայած նրան, որ ես բնույթով մի քիչ առաջ ելած գերմանացի եմ, ես պետք է ժամանակին հասնեմ, նույնիսկ կես ժամ շուտ գնամ ու ես չգտնեմ կայանատեղին, ներվայնանամ, գնամ հեռու տեղ, մի տեղ կանգնեմ, նստեմ տաքսի գամ այդտեղ։ Լինում է այդպես դեպքեր։ Դրա լուծումը չգիտեմ, դա ոնց է արվելու, մեքենաների շատությունը արդեն շատ է, չգիտեմ։ Էլի կան ինչ-որ լիքը շատ բաներ կա, որ իմ դուրը չի գալիս, լիքը բաներ կա, որ գալիս է, բայց չեմ ուզի խոսեմ, շատ չեմ ուզի խոսեմ, ասեն, մենակ մի հատ բան կա, որ ես կցանկանամ ասել, դա կուզեմ, որ մեր հայրենակիցները իրար հարգեն ու իրար զիջեն, դա շատ կարևոր բան է։ Թեկուզ որպես վարորդ, այդտեղից եմ գալիս, թեկուզ եթե բոլորը իրար զիջեն, իրար հարգեն, մենք այսպես խցանումներ կարող է չունենան քաղաքում նույնիսկ։ Դա շատ կարևոր է։ Օրինակ Լոս Անջելեսում լիքը շատ խաչմերուկներ կան, որտեղ չկա լուսացույց։ Մարդիկ գիտեն, պետք է գա կանգնի, մյուսը անցնի, հետո այն մյուսն անցնում, հետո ինքն անցնում, հերթականությամբ բոլորը իրար զիջելով խաչմերուկում կյանքում խցանում չի լինի։ Բայց մեր մոտ որ դեղին լույսը արդեն հեսա պետք է կարմիր լինի, մեկը ինքը մտնում է խաչմերուկ ու կանգնում։ Ամբողջ քաղաքը խցանում է։ Նշել ես մի առիթով, որ եթե ես ինձ նման դերասանը լիներ Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանում, շատ բարձր աշխատավարձ կստանար։
Հայաստանում Նայեք, մեր Հայաստանում մեր շուկան շատ փոքր է։ Օրինակ վերջերս առիթ եղավ ռուսական մի սցենարիստի հետ խոսում էի, ու իր մի սերիայի գրած գումարը, որ ինքը օրինակ սիթքոմ է գրում մի սերիան, իր ստացած աշխատավարձը հավասար էր մեր մի սեզոնի, եթե ոչ ավել։ Ինքը ավել կարող ավելի ստանալ, քան մենք ստանում ենք օրինակ 16 սերիա գրելու համար։ Ինքը մի սերիայով ավելի շատ է ստանում։ Դե բնական է այդպես պետք է լինի, որովհետև իրանց շուկան շատ մեծ է։ Եթե մեր մոտ հովանավորը մի հատ այդտեղ X գումարա տալ ինչ-որ պրոյեկտում լինելու համար, այնտեղ 5x-ա կամ 10x-ա, չգիտեմ, 100 անգամ կարող է ավել լինի։ Դրա համար էլ այնտեղ աշխատողները, ստեղծագործող մարդիկ ստանում են բարձր աշխատավարձ, բնական է։ Եթե պրոյեկտում հայտնվելու համար այդ մի 100x-ը պետք է տա, բնական է պրոյեկտի տերն էլ իր աշխատողներին բարձր է վարձատրելու։ Բայց մեր երկրում, քանի որ փոքր է մեր շուկան, քիչ դժվար է դա։ Իսկ դերասանը նորմալ ապրելու համար նաև այլ աշխատանք պիտի անի, դե թատրոնի դերասանների մասին չի խոսքը, թատրոնում գիտենք աշխատավարձը, որ շատ ցածր է, եւ սերիալներում եւ սիթքոմներում նկարահանվելով հնարավոր է նորմալ գումար վաստակել, թե Չեմ կարծում, որ մեր մոտ Հայաստանում դերասանները ստանում են այնքան գումար, որ կարողանան, չեմ ասում, ես ինձ ձև ապրեն, բայց այդ մինիմալից բարձր կապրեն մարդիկ, կան դերասաններ, երգիչներ, չգիտեմ, արվեստագետներ, բայց հիմնականում շատ ցածր է, ես էլի ասեմ, որտեվ պատճառը մեր շուկան է, որ ինքը փոքր է։ Այսինքն գումար քիչ է մտնում, այդ պատճառով գումարը քիչ է դուրս գալի։ Դրա համար, օրինակ ես որպես դերասան, որպես սցենարիստ ունեմ իմ բիզնեսը, կողքից աշխատում է կինս, ես էլ եմ աշխատում, ոնց որ կողքից դա բادرշկա է էլի, այդպես ասած, ու մեր ընկերներից է շատ-շատերը ունեն իրենց կողքից ինչ-որ բիզնես, անելիքներ, որտեղից հավելյալ եկամուտ են ստանում, որպեսզի կարողանան իրանց հարցերը լուծեն, չգիտեմ, մի քիչ ավելի լավ զգան իրանց, չգիտեմ, դա մեքենա-քշես գնաս հանգստանալու։ Արի վերադառնանք Full House-ին, խաղանք խաղ, Full House առանց ֆիլտրերի։ Full House-ում ամենակոնֆլիկտայինը ով է։ Ոնց ասեմ։ Պիտի արագ եւ անկեղծ պատասխանես։ Բոլորն էլ կոնֆլիկտային են, էլի։ Ամենաշատը։ Դե չեմ ուզում անուններ տամ։ Լավ ասա։ Չէ։ Լավ։ Աղասը։ Աղասը։ Իսկ ամենահումորովը։ Երևի Գոքորը։ Նեղած կոտը։ Մեր ռեժիսոր Կարեն Ամյանը։ Ամենաշատ աստղային պահվածք ունեցողը։ Ծառուկյան Միրանն է։ Դե ինքա չէ դե, Միրանը դե։ Իսկ ով է էկրանից դուրս լրիվ ուրիշ մարդ։ Բոլորը կապ չունեն էկրանի հետ մեր ընկերները դերասանները։ Ում հետ երբեք չէիր ցանկանա կոնֆլիկտ ունենալ։ Վախենում եմ դրա համար, թե ընդհանրապես։ Դե չգիտեմ, չէիր ցանկանա այդ մարդու հետ։ Ես ընդհանրապես կոնֆլիկտային մարդ չեմ, ոչ։ Առավել եւս իր հետ չէիր ցանկանա կոնֆլիկտ ունենալ։ Մեր Գոքորի հետ, որտեվ մենք աշխատում ենք միասին երկար տարի չեմ ուզում։ Ում հետ կգնայիր երկար ճանապարհորդության։ Մենք միասին 5 տարուց ավել ճանապարհորդել ենք երկար։ Միշտ բոլորի հետ շատ հաճելի է, շատ լավ անցնում։ Ումից երբեք խորհուրդ չէիր հարցնի։ Խորհուրդ չէի հարցնի։ Քրիսիկից։ Չնայած չի կարող հարցնել։ Իսկ ով է ամենաբարին։ Ես։ Եվ նկարահանումներից ուշացողը։ Արփիկ Ապրիլյան, Միրան Ծառուկյան։ Ուշացողները իրենք։ Միշտ։ Լավ եմ անում, ասում եմ։ Շնորհակալություն։ Քիչ առաջ նշեցիր, որ բոլորը տարբերվում են էկրանից։ Ինձ հետաքրքիր է, ինչպիսին ես դու տեսախցիկներից այն կողմ, երբ տեսախցիկները անջատված են։
Տեան ջան, դու արդեն ինձ երկար ժամանակ ճանաչում ես։ Ինքդ քեզ պիտի նկարագրես։ Ես կապ չունեմ, ես բնույթով արդար մարդ եմ, սիրում եմ խոսալ այն ինչ մտածում եմ։ Տես խոսքը կերպարի մասին չի։ Բա Բնականաբար։ Ընդհանրապես։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ գիտի, որ կերպարը, օրինակ Ռուբոն, Աֆերիստ, դա Գարիկ Սեփանյանը չի։ Չէ, ես կապ չունեմ իր հետ։ Ես Ռուբոյի հետ ընդհանրապես կապ չունեմ, որովհետև ես անկեղծ ու արդար մարդ եմ։ Իմ ընկերները, իմ շրջապատը, ինձ ճանաչող մարդիկ հաստատ վստահեցնում եմ, ասածս կհիմնավորեն էլի։ Իսկ օրինակ շատ է տարբերվում իրական կյանքում եւ ոչ թե կերպարով ֆիլմերում, այլ կան մարդիկ, ովքեր շատ ավելի пассив են։ Օրինակ Սոնան Մաթևոսյան նշում էր, որ միշտ զարմանում են, որ ոնց ես դու դերասանուհի, մենք մտածում ենք դու շատ կրակոտ ես իրականում եւ այլն, ասում էր ես իրականում շատ տարբեր եմ։ Նույնը Աննա Էլբակյանը ասում էր ես իրական կյանքում շատ անհետաքրքիր եմ, ինձ այդպես է թվում։ Հարևաններս, երբ որ ինձ հետ շփվում են, զարմանում են, որ ես դերասանուհի եմ։ Դե բնականաբար տարբերվում է իրական կյանքում լրիվ ուրիշ ձևի մարդ եմ ես, նույնիսկ մարդիկ կան, որ ինձ տենում են, գիտեն, հեսա մի հատ հումոր եմ անելու կամ ես ուրիշ բան եմ ասելու, բայց չէ, ես լուրջ մարդ եմ էլի, չգիտեմ, շատ եմ տարբերվում, ես կապ չունեմ իմ կերտած կերպարների հետ ընդհանրապես։ Իսկ ինչպես ես վերաբերվում, երբ ոչ դերասաններն են խաղում ֆիլմերում, սերիալում։ Նկատի ունեք, այսինքն կրթություն չստացած շատ իմ ընկերներից հենց շատ-շատերը կան, ովքեր դերասանական կրթություն չունեն, բայց իրենք քանի որ շատ տաղանդավոր են ու հայտնվել են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, ես նորմալ եմ վերաբերվում դրան, եթե կա ինչ-որ մարդու մեջ տաղանդ, ու ինքը հայտնվել է այդտեղ, ինքի չէ, որ ամեն ինչ նորմալ է, բայց մեկը կողմ եմ կրթությանը, որ յուրաքանչյուր մենակ դերասանների մասին չի խոսքը, յուրաքանչյուր ոլորտում պետք է մասնագետը կրթված լինի։ Մոր կարևոր է։ Ես մասնագիտության ռեժիսոր եմ, սովորել եմ ու աշխատել եմ։ Օրինակ, բայց մեր ընկերներից կան մարդիկ, ովքեր օրինակ ժող են սովորել, բայց ինքը տաղանդավոր մարդ է, շատ այս մեկը մեր գոքորը Գրիգորի Դանելյան, ժողը ավարտը, բայց այսօր Գրիգորի պես Հայաստանում տաղանդավոր շատ քիչ մարդիկ կան։ Ոստե ինքը հայտնվել է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ու ստացվել է իր մոտ։ Ես կողմ եմ։ Կուզեմ խոսենք նաև կորուստներից, դու նշեցիր, որ հայրական տուն միշտ գնում ես, նոր տարին ես նշում եւ այլն, հայրիկիդ կորուստը ինչ շրջադարձային փուլ էր, որից հետո կյանքիդ նպատակները փոխվեցին։ Նպատակները չեն փոխվել, ես այդ ժամանակ էլի TV-ում էի, աշխատում էի, դե կորուստը դժվար էր, ծանր էր, մանավանդ, որ երիտասարդ էր ինքը շատ, 51 տարեկան, դժվար էր, բայց փորձեցինք հաղթահարել, երբ որ ընտանիքում էլ մեծը դու ես, պատասխանատվության զգացումը ավելի է մեծանում, աշխատեցինք էլի, չգիտեմ, այդ ուղղությամբ կարողացանք դուրս գալ։ Դժվար էր, բայց արեցինք։ Ես մի օրում մեծացա։ Փոխվեց, իհարկե փոխվեց։ Դժվար էր, բայց հաղթահարեցինք։ Կուզեի այսօր իմ հաջողությունը ինքը տեսներ։ Այդքան։ Ինչի մասին ես երազում։ Երազանք ունեմ, որի մասին չեմ ուզենա բարձրաձայնեմ, իսկ ընդհանուր երկիրը խաղաղ տեսնեմ, դա երազանքը ու մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում։ Դու մինչև զրույցը սկսելը նշեցիր, որ ունես կարևոր նորություն ներկայացման տեսքով, Պարոնյան թատրոնում շուտով խաղալու ես։ Արի դրա մասին էլ խոսենք։ Դե, հա, տենց նորություն կա, հիմա փորձերի փուլում ենք, մի քիչ իմ առած աշխատանքից տարբերվում է ֆորմատային, որտեղ ինքը ներկայացում է, այսքան ժամանակ մենք ինչքան որ բեմում խաղացել ենք, ուրիշ ֆորմատ է եղել, հիմա ուրիշ ֆորմատի մեջ ես առաջարկը ստացա ու համաձայնվեցի, որտեղ հետաքրքիր է ինձ, այդ ցանկանամ դա էլ փորձեմ, հետաքրքիր է։ Ովքեր են խաղընկերներդ։
Գուրգեննա Սարգսյան, Մակարնա մեր, Վիկանա կամերային թատրոնից, Սահակյան։ Սահակյան։ Իսկ ռեժիսորը։ Ռեժիսորը Գարիկն է, Գարիկի ազգանունը չեմ հիշում, փորձեր ընթացքի մեջ են, դեռ հստակ օրերը չեմ կարող ասել, բայց սպասենք պրեմիերային։ Հա, լինելու է պարտադիր, հա։ Դե արի վերադառնանք Full House-ին, այստեղից մենք գնալու ենք արդեն ասուլիսի, հետո երեկոյան Կարմիր գորգ ու պրեմիերա կհասցնենք։ Իսկ մանրամասները կտեսնեք արդեն Թերթեյմ Live-ում, երեկոյի հետաքրքիր դրվագները, Կարմիր գորգով քայլող հայտնիները, շատ շնորհակալ եմ, որ եկար, ժամանակ գտար, Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է։ Եվ վերջում մեկ լուսանկար առանց ֆիլտրերի։ Okay, ես ֆիլտր չեմ օգտագործում երբեք։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դերասան սցենարիստ Գարիկ Սեփխանյանի հետ։ Շնորհակալություն Mova ֆոտոստուդիային նկարահանումներն իրականացնելու համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։